Խորհրդայնացումից ի վեր Բաքուն մշտապես փորձել է այս կամ այն կերպ մեծացնել սեփական իշխանության ազդեցությունը Նախիջևանում։ Հիմա արդեն հայկական հողը, որ ինքնավար հանրապետության կարգավիճակով Ադրբեջանի տարածքում է, գրեթե ամբողջությամբ կորցնում է ինքնուրույնությունը։ Վերջին փոփոխություններով Բաքուն խստացնում է իր վերահսկողությունը Նախիջևանի կառավարման նկատմամբ։ Ադրբեջանի նախագահի կողմից նշանակվող լիազոր ներկայացուցչության ինստիտուտը դառնում է շրջանի կառավարման առանցքային օղակը, անմիջականորեն կապելով Նախիջևանի վարչական համակարգը երկրի կենտրոնական իշխանության հետ։ Փորձագետների գնահատմամբ սա երկարաժամկետ գործընթաց է, որի բուն նպատակը վերջնարդյունքում կառավարման առանձնացված մեխանիզմների վերացումն է։ Հիմա երբ Ադրբեջանը մեծ հաշվով լուծել է կամ կարծում է, որ լուծել է Արցախի հարցը, որտեղ այլևս չկա առանձին կարգավիճակ, որը ամբողջովին ենթարկվում է կամ տոտալ վերահսկման ներքո է գտնվում կենտրոնական իշխանությունների, հիմա ըստ երևույթին Բաքվում կարծում եմ, որ ժամանակն է եկել նաև Նախիջևանի խնդիրը լուծել, նաև ապագայում, այսպես ասենք, ապահովագրելով իրենց այս կամ այն հնարավոր անջատողական կամ այլ տիպի գործողություններից։ Նախիջևանի կարևորությունը Բաքվի բռնապետական իշխանությունների աչքին ընդգծվում է տարածաշրջանային զարգացումների հետնապատկերում, մասնավորապես Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման, անվտանգության ճարտարապետության վերաձևակերպման եւ աշխարհաքաղաքական մրցակցության պայմաններում։ Փաստացի Բաքուն հենց այս ժամանակահատվածում է կենտրոնանում ռազմավարական նշանակություն ունեցող այս տարածքի նկատմամբ առավել խիստ վերահսկողություն հաստատելու նպատակի վրա։ Ավելին, Իրանի հետ սահմանին անցնելիք հայ-ամերիկյան ճանապարհը ԱՄՆ նախագահ Թրամփի պատվին կոչված խաղաղության ու բարգավաճման թրիփ երթուղին Հայաստան-Ադրբեջան նախախաղաղության Ամերիկայի գագաթնաժողովում ստեղծվեց հենց ապահովելու ադրբեջանցիների անխոչնդոտ անցուդարձը Նախիջևանից դեպի Ադրբեջան եւ հակառակ ուղղությամբ։ Այսպես կոչված միջանցքային տրամաբանությունը, երբ Բաքուն բարբերաբար այսպես կիրառում է, այդ թվում նաև թրիփը, իր կենտրոնական նպատակն այն է, որպեսզի ամբողջ տարածքը, որոնք գտնվում են միջազգայինորեն ճանաչված Ադրբեջանի Հանրապետության կազմում, լինի այսպես միահյուսված ադրբեջանական ամբողջ տարածքի հետ եւ չլինեն այսպես առանձնացված կամ ստրուկտուրալ կառուցվածքներ, ինչպիսին էր Նախիջևանը։ Այս գործընթացն ըստ ամենայնի դեռևս ավարտված չէ եւ Նախիջևանի կառավարման համակարգում փոփոխություններն ըստ մասնագետների տարածաշրջանային քաղաքական զարգացումներին զուգահեռ դեռ շարունակվելու են։ Միաժամանակ փորձագետ վերլուծաբանները նշում են, որ դրանք կարող են նոր շեշտեր դնել Հարավային Կովկասի հաղորդակցային թարմ նախագծերի վրա։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։